Երեխեք, բարև բոլորին։ Տեսնում եք ինչ սիրուն ենք, ինչ սիրուն սեթեր ենք հագել։ Սրանք օքի նոր սեթերն են։ Եթե դու ես ուզում լինել ոճային ու ունենալ մեր սեթերից, հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով ու ունեցի ամենասիրուն, ամենավոճային սեթերից։ Եթե ունենաս մեկ սեթ, կապ չունի որ գույնը կընտրես, բուրգունդը թե կապույտը, կարող ես կրել եւ ձմռանը, եւ ամռանը, եւ գարնանը, եւ աշնանը։ Մեր սեթերը տրանսֆորմացվում են, կարող եք կրել ամբողջական տարբերակով, կարող եք հանել թևերը դարձնել կարճ թև եւ կարող եք կրել նաեւ տոп տարբերակով։ Շալվարի հատվածում ունենք կախազարդի հատուկ հատված, որտեղից կարող եք կախել ձեր գլոսերը, ձեր AirPods-երը, ձեր կախազարդերը, ձեր բանալիները, այն, ինչը ձեզ պետք է օրվա ընթացքում ամենաշատ։ Եթե ուզում ես մեզ հետ ապրել, դառնալ Օքի Dance Studio-ի մի մասնիկը ու նկարահանվել Օքի 3-րդ եթերաշրջանում, ուրեմն հենց հիմա զանգահարում ես ներքևում նշված հեռախոսահամարով, գալիս ես, մենք էլ քեզ դիմավորում ենք մեր թիմով։ Մեր հետ ասա դու Օքի։ Կարծում եմ, որ ժամանակն է, որ պետք է դու իմանաս։ Ես քեզ սիրում եմ։ Կարլեն, ինչ ես խոսում։ Տղա ջան, ինչ ես խոսում։ Քեզ ինչեր ես թույլ տալիս։ Չէ, Որքուր ջան, դուք երևի սխալ հասկացաք։ Հա, հաստատ սխալ եք հասկացել, ինքը էդի նկատի չուներ։ Սոնա ջան, մենք հասկանում ենք։ Դուք մեղավոր չեք, որ sense աննամոթներ կար։ Որքուր ջան, ես իրան չէի խոստովանելու։ Ուղղակի ինքը դուրս եկավ։ Ռոզի ջան, խոսա։ Ինչ ա եղել։ Արի, գնանք այս ինչ ուրա։ Կռլե, ես քեզ սպանելու եմ։ Ընկեր Սոնա, բայց ինչի համար, ջահելա մեղքա, համել ձեզ բանդ կտանե։ Հա, էլի, դանսա սինյորիտա, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, ես չգիտեի, որ դուք եք դուրս գալու, որ իրանք, Ռոզի սաղ դու էր մեղավոր։ Էդ էլ իմ լավություն էլի։ Լավ, Կռլե տղա։ Ինչ լավություն։ Դուք երկուսդ իրար հետ ինչ կապ ունեք։ Ինձ հունից մի հանեք։ Չէ, խնդրում եմ ընկեր քուր, դու հունից դուրս մի արի, ես Կարլեն, խոստանում եմ, ձեր վերջը եկել է։ Աղջիկներից ես հեռու ես մնում։ Իսկ այս իրավիճակի մասին վաղը կգաս ինձ բացատրություն տալու։ Դու էլ Ռոզի։ Վաղը ոնց որ թե դժվար օր է սպասվում։ Երեխեք ինչ ա եղել։ Էդ ինչ պիտի ասեր ինձ, որ ընկեր Սոնային ես ասել ու տեն ջղայնացել է։ Ուսում էր ինձ նեղացնեիր։ Կամ դու ինչ կապ ունես Ռոզի։ Հայցապատանեմ, ես քեզ ոնց կնեղացնեմ։ Ուղղակի պետքա քեզ սեր խոստովանեի, բեն Մորքունին խոստովանեցի։ Ապա ինչ սխալ մարդ եմ ես։ Ամոթ քեզ Կռլե։ Ես եմ մտածում որ մենք արդեն լավ ընկերներ ենք։ Դու մեռաշ։ Եթե այդ ինկեր Սոնան չանի, ես հաստատ անելու եմ։ Բայց շատ հավես է։ Վերցրու։ Արի ասենք Օքի, 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 դու, ես ու մի քանի հոգի, Օքի, 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 մեր հետ ասա Օքի։
օքի մեր հետ ասա օքի Մայքլ, ես բա հայետուր է։ Ճանապարհին է, այսօր լիֆտի մեջ չի մնացել, լավ է։ Արա Կարլեի հետ եմ, Լիզայի հետ չեմ։ Չիմացան կերեք ինչ եղավ։ Ճիշտ է։ Պիտի սեր խոստովաներ Մոնային։ Աչքիս էլի գլխին մի բանով խփել են, մնացել է տունը որ դզվի։ Հենա եկավ Ռոմեոն։ Ռոմեո, ինչու ես Ռոմեոն։ Դրժիր երկու։ Ես քեզ մերանը մորթել եմ, արա։ Ես իմ դժբախտությունների պատճառը։ Նա ո՞նց եմ ելու Սոնայի ակտիվը։ Սոնայի։ Ինչ ա եղել։ Արես Ողջույն լսեցի գնացի որ աչքերս փակ սեր խոստովանեմ Մոնային, դե որ չքաշվեմ։ Արա պարզվավ ստուդիայի մորքուր ծանողի եմ սեր խոստովանել։ Արա Կարլե որ ասում եմ քյալ ես արա, գնա բժշկի մոտ ստուգվելու, լավ կլինի սկզբի համար քյալոլոգի մոտ գնաս։ Իսկ Սոնան շատ ջղայնացա։ Շատը շատ քիչ է որ նկարագրեմ ինչքան ջղայնացավ։ Եկա տղա եմ արա, այս տարիքից ոչ մեկ իմ վրա տես չէր ջղայնացել։ Ուսաղ ես առանց սոխի պատճառով։ Ադե զալեսար արդեն։ Ջելմաս ճոպիկ։ Սրանից հետո քայլեր ձեռնարկելու սեփական ուղեղով դ կմտածես նոր քայլեր կձեռնարկես։ Չես պետք է ուղեղ ունենաս։ Լավ։ Ես գիտեմ ինչ անես, որ Սոնան քեզ ների։ Ուրեմն առաջինը գնում ես մտնում ես Սոնայի աշխատասենյակ։ Մտնում Սոնայի աշխատասենյակ։ Ու ամենակարևորը աշկերդ փակ։ Աշկերդ։ Արա դե լավ էլի վերջացրեք, էլի ախպերը, դե մի ահեք էլի։ Մոնա ջան։ Կռլե, երեք էդ ինչ բաց սեր խոստովանեցիր Մոնային։ Օրինակ եթե տենց ինձ սեր խոստովաներ մի հոգի ես հաստատ իրան կմերժեի։ Մի հոգին չգիտեմ, բայց եթե ես սեր խոստովանեի, հաստատ տենց չէի խոստովանի։ Դե մոտ են ստացվեց։ Բայց ավելի լավ է հիմա Անկերսոնայի աչքին չերևաս։ Ճիշտ է, մանավանդ որ հլա այն վիդեոյի մեղավորին չեն գտել։ Գործը դեռ բացահայտված չի։ Բայց ամոթ ձեզ է, այսքան բան տեսել եք մի կես բերան չեք ասում։ Գնացեք է։ Ռոզին ուրա։ Երեկվա դեպքերից հետո, որ Անկերսոնան ասես Ռոզի քո հետ ես հետո կխոսամ, իրան վատ ազգում վախենում ա գա։ Լավ, մենք գնացինք։ Դուք ես տեղից գնացեք, քանի վիճակը չի բարդացել։ Կռլե, կսպասես զանգիս։ Բայց ոնց որ շատ էր տրամադրված։ Կարող է զանգեմ տղեկին։ Իջացրեք, թող մնա։ Քուրիկ ջան, ինչի վրայից թող մեր գործը անենք, վայ։ Էս մերն է։ Այդ ցավը տանում ես գրիգն է ասե որ տանենք, թող մեր գործը անենք, վայ։ Մենակ իմ դիակի վրայով։ Իսկ ինչ է այստեղ կատարվում։ Լիզա։ Այդ ձեր ցավը տանում ես Ռոզի քուրիկին ասեք թող են կոմ գնա մեր գործը անենք, վայ։ Հաստատ Անկերսոնն որոշել է ստուդիան փակի։ Իրերն էլ կամաց ստանում են։ Այս ինչ գժանոց ենք ընկել։ Ձեր եք առնում ես։ Չէ, մենք ձեր չենք առնում։ Կարող է գիտես շուկա ես եկել։ Սպասի Մոնա։ Իսկ կարողա ձեզ ասել են որ պետքա տանեք այս գույքը։ Մենք անգետա չենք լրացնում։ Ուրեմն թողեք այս ամեն ինչը ու գնացեք։ Թող հայ ախպեր, թող արի։ 15000 փող պիտի տան 40000-ի ներվերես կերան։ Գնա, գնա։ Ոչ մի բան չեք կարողանում նորմալ անել։ Ախր մենք ինչ իմանայինք է, որ Լիզան էլ է վիդեո նկարելու։ Իսկ կարողա Ստելլանը ասել։ Չէ, անհնար է։ Ստելլան այս բան լրիվ մերն է։ Ես Ստելլային ամեն ինչ պատմել եմ ու բացի հետ էլ Ստելլան դեռ ինձ սիրում է։ Իդեպ էդ շատ մեծ առավելություն է մեր համար։ Հիմա ինչ է լինելու։ Պետք է մի քիչ էլ սպասեք։ Այդ քաոսը արդեն կա։ Այդ քաոսը Ստելլայի ժամանակ էլ կար։ Վերջում ամեն ինչ փչացրեց։
Գիտեք, դուք ինձ չեք վստահում ու այդ մաքսիմալ խանգարում է process-ին։ Մի խոսքով այնպես արա, որ Ստելլան լրիվ քո վերահսկողության տակ լինի։ Ես հենց այդ էլ անում եմ։ Երեխեք խնդրում եմ, չթողեք ընկերսոնան տենց բան անի։ Հա, բայց ո՞նց չթողենք։ Պետքա նենց բան մտածել, որ ընկերսոնան մտափոխվի։ Ես մտածեցի ինչ կարելի անել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ ա մտքովդ անցել։ Պետք չի դու պատկերացնես։ Ես արդեն ամեն ինչ պատկերացրել եմ։ Եկեք ասեմ, եկեք։ Ուրեմն Հատիս, մեր հաղթանակը, նարնջագույն գնդակը, եկել է ժամանակը, Ազատ ջան, եկար արդեն։ Բարև ձեզ, ես այն չան, ձեր համար առականի եմ բերել։ Ապրես։ Համեցեք։ Ինչ պետքա վճարեմ։ Ինձ ոչ մի բան էլ պետք չի, ես այն չան, այդ գումարը հույս չի գնում, վիրևներ ա գնում, վիրևներ։ Մենք ստեսաղոր աշխատում ենք, իրանք էլ դեղ փափուկ նստած են։ Թիվ կասես։ 3200 դրամ։ Շնորհակալություն։ Իսել մեր կոպիկը։ Ինչա Սոնան հետը սենց լավ։ Թողես ամբողջ օրը գորգռա մեր վրա։ Արա որովհետև Ազատը գալիս է, առաքումը տալիս է ու գնում է, չի լրվում քոպես։ Այս պադեստի դռնից շատ է ստեղ եղել։ Մի վարքան, Սոնա ջան, կարամ եսի կապեմ ձեր առականու վրա։ Այն ինչ տվեց Սոնային։ Չի սրա համար գումար պետք չի, ուղղակի սենց բարձր տրամադրություն ապահովելու համար, էլի ոնց որ ինքը մենակ Շատ լավն է, չի։ Շատ հետաքրքիր մարքեթինգային քայլ է, Ազատ ջան, ապրես։ Ստյոպիկի աստղային ժամն է։ Սունկես ուրա։ Ուրա սունկես։ Վրետ արա։ Սերտս կանգնավ։ Գնաց։ Հիա Սոն ջան։ Բա քեզ սազեց սենց ինքնակոչ առաքիչների ես պատվեր տալիս։ Խի դու ինքնակոչ չես։ Ով ես։ Լավ ես երևի գնամ։ Ես պատտվեմ։ Դուք տեսնեք մեջքիս ինչ ա գրած։ Բայց ես գնամ։ Ստյոպիկ, այս գլովո ես մտել։ Ախր մարդը որ Բա ոնց ստացվեց։ Դե Սոն ջան, ոնց ասեմ, տարիների աշխատանքի արդյունքը։ Դաժե թղթի վրա էլ գրել եմ, որ չմոռանամ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, այն մարդկանց, ովքեր ինձ հավատում էին։ Սա միայն իմ հաղթանակը չէ, սա նաև ձեր հաղթանակն է։ Առանձնահատուկ շնորհակալություն չուզողներիս, ավելի ճիշտ չուզողիս, ով այս պահին ինձ նայում է և զղջում է։ Բայց եթե չլիներ նա, չէի լինի ես այնտեղ, որտեղ որ եմ։ Իմիջի այլոց, Գլովոն նաև առաքում է դեղատներից։ Էնպես որ Ես Վալերյանան քեզ։ Ստյոպա, բայց դու ինչ քխն ես։ Ամպրոպը որոտած, արտնացա երազից։ Մարդը դե սենց է անդունում լավությունը։ Տեսար Սոն ջան, դու էլ ինձ չէիր հավատում։ Տեսար ինչերի եմ հասել։ Ես իմ կյանքի ամենակարևոր պահն էր։ Ասեք, որ նկարել եք։ Այսօր որոշել եմ Գրիգի հետ խոսեմ։ Գրիգին էլ է ցավանել։ Այ էշ, երեկվա պահով։ Որ իմանա, որ ես այդ տղեն չեմ, որ ես այդպես բանի ընդունակ չեմ։ Ուզում ես գլուխը ջարդի։ Չէ, Գրիգը հասկացող տղա է, կհասկանա ինչ եմ ասում։ Այսինքն աղջիկները չեն թողել բազկաթոռը տանեն։ Բայց ինչի։ Լավ Գրիգ մի ներվայնացի էլի, զանգի խնդրում եմ այդ մարդկանց հետ կանչի։ Ես հեսա աղջիկների հետ կխոսամ, հասկանամ ինչ ա եղել։ Դու գալիս ես ստուդիա։ Դու այստեղ կանգնի։ Ստել, արի այստեղ կանգնի դու։
Ոտատակ մի ինքի։ Բոլորը հիշում են, չէ՞ ինչ են անելու։ Ահա, դե մի անգամ էլ ենք փորձել։ Վայ, Լիզա, հասկացանք, 8 անգամ փորձ արեցինք։ Զաբել, ինչքան ասեմ, այդքան էլ փորձելու ենք։ Եղավ, որովհետև այս ամեն ինչը ես եմ մտածել, ու ես եմ այս ամեն ինչի դիրիժորը։ Դիրիժոր չէ, Լիզա, ռեժիսոր։ Ինչի դրանց մեջ ինչ տարբերություն կա։ Դե մինիմում մի փայտիկի տարբերություն կա։ Երեխեք, գիտեք, կարևորը այն է, որ ցույց չտանք, որ լարված ենք։ Ես որ լարվում եմ, սկսում եմ դողալ, երեխեք։ Կարող է հասկանա ընկերսոնան։ Մոնա, մի լարվի, ես քեզ հեսա ժակետ կբերեմ, չես դողա։ Լիզա։ Բզեզներ, բոլորդ հիշում եք, չես տեղ ինչի համար ենք հավաքվել։ Երեխեք, եկավ ընկերսոնան։ Ինչքան լավ օրեր ենք ունեցել ես պատերի մեջ։ Հա, շատ, ափսոս, որ ընկերսոնան մեզ զրկում է այս ամեն ինչից։ Ես բոլորի շատ կկարոտեմ, խոստացեք, որ ստուդիան փակվելուց հետո մեզ չեք մոռանա։ Այդքան դժվարությունների միջով անցանք իրար հետ, որ այսօր ամեն ինչ կորցնենք ինչ-որ մեկի պատճառով։ Գիտեք, երեխեք, երևի ամենալավն է, որ այսքանից հետո մենք իրար հետ չենք կռվում, իրար չենք մեղադրում ու չենք կասկածում։ Որովհետև ընկերսոնը մեզ այդպես է սովորացրել, ես ոչ մեկին չեմ կասկածում։ Հա, ու շատ հնարավոր է, որ այս ամեն ինչի ետևում ուրիշն է կանգնած, բայց տուժում ենք մենք։ Ես չեմ ուզում փակվի ստուդիան։ Բա սրանից հետո սցենարով ինչ է նախատեսված։ Ընկերսոնը սրանից հետո որոշել Արմինկա, ես քո լացելը լավ գիտեմ։ Լիզա, հետո տեքստերը ասելուց ինձ էիր նայում։ Մոնան դողում էր լարվածությունից, Զաբելը էմոցիոնալ տեքստերը լրիվ ուրիշ ձև կասեր։ Ու հետո պետքա թողնեիք բասկաթոռը տանեին, որովհետև նորն եմ վերելու։ Ընկեր Լիզա, ես էլի լացեմ։ Այ, տեսնում եք, ընկերսոնը, մեզնից ոչ մեկը խաբել չգիտի։ Եթե մեզնից մեկը դա արած լիներ, դուք միանգամից կհասկանայիք։ Ինքան եմ ափսոսում, որ այս սիրուն միջավայրում այսքան անախորժություններ են լինում։ Ես արդեն բոլորիդ էմոցիաները անգիր գիտեմ։ Ես գիտեմ երբեք տխրում, երբեք ստում, երբեք նյարդայնանում, երբեք իսկապես ուրախ։ Ու այս ամեն ինչը իմ աչքի առաջ ուղղակի փլվում է։ Կներեք, որ ուշացա, հանդերձանի պատերն էի պաչում, որովհետև կարոտելու եմ։ Հանգստացի, ներկայացումն արդեն ավարտված է, կանգնի այնտեղ։ Երեխեք, իսկ Ռոզին ուր է։ Ընկերսոնը Ռոզին երեկվա դեպքից հետո շատ էր ամաչում, ասեց չեմ կարողանա գամ ընկերսոնայի աչքերի մեջ նայեմ, բայց դե ես էլ ասեցի ընկերսոնայի ուրիշ տեղերին կարաս նայես, օրինակ մազերին, քթին, թռշիկներին։ Լիզա! Հա, թող տենց ամաչելով էլ մնա։ Այս ամենի ամենավատը գիտեք որն է, որ տենց էլ չիմացան ով է արել։ Ես չեմ ուզում նորից այս ամեն ինչի միջով անցնենք։ Հիմա ստուդիայում ինչ լինի, առաջինը ինձ եք չեք հասկացելու։ Երեխեքի դասի ժամն է, դուրս գանք թող սկսեն։ Սենց բաները իրենց մոտ մի խոսեք։ Երեխեք դուք էլ դասը սկսեք։ Վայ, Գրիգը։ Գրիգ ջան, հետդ մետ խոսալու բան ունեմ։ Չեմ հավատում ես, որ արդեն հարմարվել եմ ձեր ստեղ լինելուն։ Դե Գրիգ ջան, մենք ոնց որ որպես այս Սուրբ օջախիցաները արդեն լիիրավ իրավունքներ ունենք, չէ՞ ստեղ լինելու։ Գրիգ ջան, մի հատ Նիլովկի բան է եղել։ Երեք ծաղիկի ծնողը գիշերը Սոնան երեխեքը խփեց բան սերը Գրիգ ջան։ Ինչ ես խոսում, Կռլե։ Գրիգ ջան, ես դարելը կիսատ ա խոսում։ Ես քյալը երեք եկել է Սոնայի ստուդիայի ծնողներից մեկին սեր ա խոստովանել։ Լավ, չես դու արագ դիտեղ Կռլեին։ Պետք է Կռլեն Մոնային սեր խոստովանել, մութ ա եղել, չի տեսել տեխնիկական պատճառներով ծնողներից մեկին ա սեր խոստովանել ես քյալը։ Գրիգ ջան, ես հասկանում եմ, հիմա անհարմար պահ է, բայց ուզեցի ես քեզ ասեմ, որ ինձնից լսես, որ այդ տղեն չի էլի Կռլեն։ Չէ դուք ապուշ եք։
Չտենց իրար մի նայեք, ես լուրջ ձեզ հարց եմ տալիս, կարաք պատասխանեք, ապուշ եք։ Այնքան եք ստե կանգնած լրված մնաց է, մի օր քաղաքապետարանը գալու է ձեզ որպես ապօրինի շինություն տրակտորներով բանով քանդի տանի։ Էլ չտենամ ձեզ ստե ֆռացեք, գնացեք հենց հիմա։ Ձեր հետ եմ ֆռացեք, գնացեք։ Ձեր հետ եմ ֆռացեք, գնացեք։ Արի ասենք օքի, 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 օքի։ Ես ու մի քանի հոգի, օքի, օքի, օքի։ Մեր հետ ասա դու օքի։ Մեր հետ ասա դու օքի։ Դրանք իմ ձեռով են գնալու, Սոնա, հանի խմբից դրանց։ Քեզ ինչ եղավ։ Ինչու՞ չէր ասել, որ կռլեներեք տենց էշություն ա արել։ Ոայ Գրիգ, հիմա եթե այդ պատմը պետք է ամեն օր պատմեմ, իրանք այստեղ ինչ են անում, իրանցից խոսանք։ Տրամադրություն չունես։ Նայ դե ուրեմն հենց հիմա ինչ ենք անում իրար հետ։ Ուրեմն մտնում եմ հենց հիմա ticket system-ի application, մի հատ լավ ներկայացում եմ ընտրում ու ախպերներով գնում ենք ներկայացում նայելու։ Ինչ ասիր։ Ուշ եմ վերջացնում։ Ուշ ես վերջացնում։ Հա մենք կարանք ուշ կինոյի սեանս գտնենք գնանք, ինչ ասիր։ Okay, գործերս վերջացնեմ գնանք։ Всё, ես էսա։ Կոման։ Իսկ ինչ գործեր է։ Տղաների խմբի CV-ները պետք է ուսումնասիրեմ։ Ախր չես թողում է ես խառնվեմ, Սոնա։ Կյանքս դու ստուդիայի ներքին գործերից չես հասկանում։ Հո, դե բա ոնց, օքի հանրապետությունն է, դուք էլ ձեր ստուդիայի ներքին գործերի նախարարությունը ունեք։ Լավ, դու ներքին գործերով զբաղվի, իսկ կլինի ես էլ են արտաքին էշ երրեկի գլուխը ջարդեմ, եթե կարելի է։ Կարելի։ Մերսի շատ, ապրես։ Հենա, տարավ, տոմսեր արա գառա։ Իրար է տեսոր, իննո միննա։ Սենց անդրամադիր ես լինելու ամբողջ օրը։ Երեխեք ամեն ինչ նորմալ է։ Ստել, չես հասկանում, որ այդ մենակ քո ներշնչանքն է։ Հերիք է ինքդ քեզ ներսից կրծես, տեղ ոչ մեկ քեզ չի մեղադրում։ 1000 եմ ասել, կնճիռները առաջանում ներվենանալուց։ Վայ Մոնա, Ստելան ոնց կարա իրան կրծի, հոմուկ չի։ Գժվել ես, մտածի էլի խոսալուց առաջ։ Դու տենց բան չէիր անի, ես քեզ վստահում եմ։ Այնքան ինչքան Միկային եմ վստահում։ Իսկ այդ գիտեք ինչա։ Հո շատ բարձր չէի խոսում։ Չէ այ պինգվին, բայց եկեք գնանք, էլի չեմ ուզում կռլան հետս խոսա։ Կերել եք այս տղերքի կյանքը։ Լի, սպասի։ Կարող ես սենց մնամ, քարանամ, մտածի մեռածեմ գնա։ Մի հատ հանգստացի։ Լիս կարանք խոսանք։ Չէ, չեն կարա, ես երեխեքի հետ տեղ պիտի գնամ, իրանք էլ կնեղանան, եթե իրանց հետ չգնամ, չէ երեխեք։ Չէ։ Լիզա, ինչ ես սենց անում։ Այն ժամանակ Զևսին իրար հետ դուրս էինք տանում, զանգում էիր իմ հետ կիսվում էիր։ Հիմա ոչ ուզում ես շփվես, ոչ ուզում ես դուրս գանք։ Կարող է նեղացրել եմ։ Ես պետք է գնամ երեխեքի մոտ։ Լավ, ոնց կուզես։ Էլ ընդհանրապես ոչ մի բան չեմ ասի։ Ճիշտ է, դու իմ երեխեն ես, բայց Միկայից նեղացնելու համար ես քո հետ հələ տունը կխոսամ։ Լիզա, ինչ ա եղել, ինչի գնաց Միկան։ Ինչ իմանամ, դուք ինչի գնացիք։ Ախր դուք միշտ իմ հետ եք լինում, ուղղում եք ճիշտ բաներ եմ խոսում, կարող եմ մի բան սխալ եմ ասել, Միկային նեղացրել եմ։ Հիմա ավելի վատ բան ես արել։ Միկան կարող է գնա գցվի։ Վայ, դե աննորմալ ես, չէ։ Բայց դե շատ ես ցավացրել։ Երեխեք, ես երթվում եմ, Միկային մատով չեմ կպել։ Քո հետ անիմաստ է։ Ուղղակի եթե սիրահարված ես, տենց բաներ մի արա։ Մոնա, ընկերներին չեն սիրահարվում։ Գժվացրեցիք արդեն։ Վայ երեխեք, 4-ից կես է։ Ուրախ ժամին մնաց ընդամենը կես ժամ։ Լուրջ ես ասում։ Ինչ եք խոսում։ Ստել Մուրակամի սուշիում ամեն օր ցերեկը 2-ից մինչև ժամը 5-ը ուրախ ժամեր է։
Եթե իրանց application-ով պատվիրում ես, պատվերից շատ մեծ հետվճար ես տանում բոնուսների տեսքով։ Արագ։ Կարելի է։ Արի Երիկ ջան։ Դե Երիկ ջան, գիտես, ընկեր գոռը ընտանեկան խնդիրների պատճառով մեկն էլ է, բայց շուտով կվերադառնա։ Իրան փոխարինող էր պետք է ընթացքում ու ես ու ինքը որոշեցինք, որ դա պետք է լինես դու։ Շատ շնորհակալ եմ Սոնա ջան վստահության համար։ Ամեն ինչ կանեմ, որ չհիասթափեցնեմ ձեզ։ Շատ լավ է։ Դե գիտես ձեր դասերը ոնց է ընթանում։ Ընկեր գորը ինչ ծրագիր ձեր խմբի համար գրել էր, նույն ծրագրով աշխատում եք, բայց ավելի եռանդով ու դառնում եք ավելի աշխատասեր։ Գիտեմ Սոնա ջան։ Ընկեր գոռը հեռախոսով ամեն ինչ բացատրել է, հետո ես խմբի ներսից եմ, ամեն ինչ գիտեմ ոնց անեմ։ Ապրես։ Բայց քեզ ուրիշ բանի համար եմ կանչել։ Գիտես, հիմա ստուդիայում շատ խառը շրջանա ու տարօրինակ բաներ են կատարվում։ Ես ուզում եմ, որ քո խմբի տղաներին շատ ուշադիր լինես։ Տեսնես, ով ինչով է զբաղվում ներսում, թեկուզ ստուդիայից դուրս։ Հնարավոր է, որ մեր կողքին կա մարդ, ով իրականում ընդհանրապես մեր կողքին չի, ու ամեն ինչ անում է, որ մեզ վնասի։ Ես ու ընկեր գոռը քեզ շատ ենք վստահում։ Մերսի շատ վստահության համար։ Ճիշտ ես, բոլորից համար էլ շատ կարևոր է ուշադիր կլինեմ։ Ընկեր գոռը ասել է, ու ասել է, որ հատկապես ուշադիր լինեմ Դավիթին։ Դավիթին։ Դավ, դու դեռ ստուդիայում ես։ Հա, մտքերով ենք էլ նստել էի, հեսա կփոխվեմ դուրս կգամ։ Բայց ինչ էր մտածում։ Ընդհանուր էլի ես խառը վիճակը ստուդիայի, մտածում եմ լավ չի։ Բարձա։ Լավ էլ լսի, դու բացի մեր ստուդիայից ուրիշ որտեղ ես ապրել։ Ռուսաստանում եմ ապրել, դժվար իմանաս։ Ռուսաստանում։ Այսինքն Հայաստանում բացի մեր մոտից ուրիշ ոչ մի տեղ չես ապրել։ Չէ։ Ես ինչ հարց փորձ է, բայց ուղղակի ասեցի որ լավ ճանաչենք։ Շքան հարց տվեց արա։ Ինձ են կասկածում երևի։ Լավ չի։ Ալո, Ստել, որտեղ ես։ Չես մոռացել, չէ՞ որ այսօր պետք է խոսանք։ Չէ, չեմ մոռացել։ Հեսա երեխեքը գնում են, ես էլ կմտնեմ պայուսակս կվերցնեմ ներսից։ Այգում կհանդիպենք։ Լավ։ Տենս են երեքն ուր էին, այսօր պարապմունքին չկային, իրանցից չի։ Խիստ նեղացել են երևի։ Բայց ես էլ ինեի կնեղանայի, կհուզվեի, կվիրավորվեի, կհեծկլտայր, կհեկեկայր, կնվաղեիր։ Դու տենց բառեր որտեղից գիտես։ Պարշի մերից է լսել։ Երեխեք, բայց հիմա նեղված եմ։ Տենաս Միկան ինչ է անում։ Զևսի ճիշի կանելու ժամն է։ Հա ինչ վայ, գիտեմ։ Լավա Միկայի ժամերը չգիտես։ Լավ եկեք գնանք, հողը կհասկանանք։ Երեխեք, պայուսակս հանդերձարանում եմ մոռացել, գնամ վերցնեմ։ Հա, սպասենք։ Չէ, պետք չի։ Պապաս գալու է հետևիցս։ Այսօր մեր մոտ ընտանեկան երեկո է։ Դե լավ, պակա։ Կզանգես Միկային, եղավ։ Մոնա, հիմա դու իմ ընկերուհին ես, թե Միկայի։ Հələ մի րոպե։ Վայ երեխեք, տխուր երգեր լսելու ականջակալերս մոռացել եմ հանդերձարանում։ Գնամ վերցնեմ, հա։ Այսինքն տխուր երգեր լսելու ականջակալ Լիզա։ Դե այդ Միկայի պահերով էլի։ Այնքան եմ այդ ականջակալերով տխուր երգեր լսել, մի տեսակ աուրան փոխվել է։ Շատ վատն է։ Հատուկ դրա համար այսօր գնացել եմ Like Mobile ու գնել եմ նոր ականջակալներ հատուկ ուրախ երգեր լսելու համար։ Բայց ինչի՞ ես հիմա գնում տխուր ականջակալներդ վերցնելու։ Դե Միկային շատ չկա։ Կարող եմ նենց բանանի էլի տխրեմ։ Բայց երեխեք, Like Mobile-ում այնքան հարմար գներ էր, մտածում եմ մի հատ էլ նաուշնիկ վերցնեմ հատուկ հացուտելուց YouTube նայելու համար։ Երանի քեզ Լիզա, լավ գնացինք։ Գնացինք։ Էս մի տիպ այսօր մեջ, հա։ Երեխեք,
Աննորմալ ես։ Գիտես ոնց վախեցա։ Շատ է կարոտել քեզ։ Կներես։ Պայմանավորվել էինք այգում հանդիպեինք։ Ինչի ես եկել, բա որ ինչ-որ մեկը տեսնի։ Հանգստացի, նայել եմ։ Տարածքում ոչ մեկ չկա։ Աղջիկներին էլ դու ճանապարհեցիր։ Գիտես, այսօր երբ քեզ տեսել եմ, շատ անտրամադիր էիր։ Փոշմանել ես։ Չէ դա։ Եթե ասել եմ հետդ եմ, ուրեմն հետդ եմ։ Ուղղակի դժվար է։ Իմ համար էլ դժվար է ամեն անգամ քո կողքով անցնելու քեզ չգրկելը։ Արի ասենք օքի, օքի, օքի։ Երեխեք, մենք ձեզ շատ ենք սիրում, բայց սերը պետք է լինի փոխադարձ։ Դրա համար ձեզանից պահանջվում է 3 քայլ։ Առաջինը՝ բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին։ Երկրորդ՝ լայքեք այս վիդեոն, եւ երրորդ՝ լիքը կոմենտ գրեք։ Կոմենտներում գրեք՝ ում եք սիրում կամ ում չեք սիրում։